Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում իրադարձություններն օր-օրի թեժանում են, իսկ լարվածությունն արդեն հասել է կրիտիկական կետի։ Սյուժեն զարգանում է անսպասելի շրջադարձերով, միավորելով դրամատիզմը, ընտանեկան ողբերգությունը և խորը հոգեբանական շերտերը։ Ամեն ինչ ավելի է բարդանում այն պահից, երբ Աշոտը պարզում է, որ հենց իր որդին Ռաֆն է վնասել ավտոմեքենան, ինչի հետևանքով էլ Դավիթը սխալմամբ հայտնվել է կալանավայրում։ Այդ բացահայտումը դառնում է իսկական հարված հորը Աշոտին, ով կոտրվում է ներսից և կորստի զգացումով ապտակում է որդուն։ Այդ մեկ ապտակն ամեն ինչ փոխում է։ Ռաֆը, որ միշտ խորը չարությամբ էր լցված, հիմա սկսում է գործել ավելի վտանգավոր և հաշվարկված քայլերով։ Նա զգում է, որ ամեն ինչ իրենից հեռանում է և այդ վտանգավոր զգացողությունը նրան մղում է դեպի մութ ուղիներ։ Մինչդեռ Դավիթը բանտում պայքարում է ոչ միայն արդարության, այլ նաև իր ֆիզիկական գոյատևման համար։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է, դիտողների մեծ մասն արդեն համոզված են, որ նա թունավորվել է։ Կասկածներն ուղղվում են Ռաֆի կողմը։ Հավանաբար նա ինչ-որ եղանակով Դավիթի սննդի կամ ջրի մեջ թունավոր նյութ է ավելացրել, բայց Դավիթը դեռ ողջ է և հնարավոր է ճիշտ ժամանակին կհասցնեն նրան դուրս բերել վտանգից։ Ի վերջո, նա շարունակում է մնալ սերիալի առանցքային կերպարներից մեկը։ Սակայն տեղի ունեցող իրադարձություններն անդառնալի հետևանքներ են թողնում բոլոր հերոսների կյանքում։ Նոննան, որ մինչ այս պահը համբերատար դիմանում էր ներքին վախերին ու տառապանքներին, վերջապես բացահայտում է իր ցավը։ Ռուբենի ներկայությունը երբեք լիարժեք չի եղել։ Նա ասում է մի վշտալի ճշմարտություն, որ իր ամբողջ կյանքն անցել է ստի ու խաբեության մեջ։ Այս խոսքերը վեր են հանում բոլոր տարիների կուտակված ցավն ու հիասթափությունը։ Այնուամենայնիվ, Նոնան չի հեռանում այդ տնից, միակ պատճառը Աբուլն է։ Նա սպասում է որդու վերադարձին, որպես վերջին հույս, որ գուցե ժամանակը կբուժի վերքերը, գուցե որդու ներկայությունն ամբողջացնի իր տարիների դատարկությունը։ Սերիալը մտնում է ամենահուզիչ փուլը, որտեղ ոչ միայն գործողությունները, այլև կերպարների ներաշխարհը հագեցած է կոնֆլիկտներով, տառապանքով, բայց միևնույն ժամանակ հույսի փնտրտուքով։ Ռաֆը քայլ առ քայլ վերածվում է բացասական ուժի կենտրոնի։ Իսկ Դավիթի փրկությունը կամ կորստի վտանգը կարող է ամբողջությամբ փոխել բոլորի ճակատագրերը։ Ավարտն է, թե նոր սկիզբ։ Սերիալը հարցեր է առաջացնում, բայց պատասխանները դեռ առջևում են։ Հավանաբար Դավիթին կտեղափոխեն հիվանդանոց, որտեղ նրա վիճակը կմնա կայուն, բայց վտանգավոր։ Բժիշկներն ամեն ինչ կանեն նրա կյանքը փրկելու համար։ Այդ ընթացքում Մարիան կպոկվի ինքնիրենից, մեղքի զգացումն ու անհանգստությունը կխեղդեն նրան։ Նա օր ու գիշեր հիվանդանոցում կլինի, անգամ առանց թույլտվության ներս կանցնի, որ մի պահ տեսնի Դավիթին։ Մարիայի միակ հենարանն այս պահին Աբուլն է։ Նա կաջակցի ու կօգնի Մարիային, երբեմն նաև խորհուրդներով։ Նա հասկանում է, որ Մարիան դեռ սիրում է Դավիթին, բայց այդ սերը խճճվել է բազմաթիվ սխալների ու ցավալի գաղտնիքների մեջ։ Նոննան էլ անցնում է դժվար փորձության միջով։ Նրա սպասումը Աբուլի հանդեպ վերածվում է մեղմ հույսի, երբ որդին սկսում է ավելի հաճախ այցելել նրանց տուն։ Բայց Ռուբենի վերաբերմունքը նրան կրկին ցավ է պատճառում։ Նա անընդհատ զգում է, որ ամուսնու հոգու խորքում Օֆան է իշխում, իսկ Օֆան, ով դուրս է եկել հիվանդանոցից, այժմ փորձում է վերադառնալ անցյալ։ Նա գալիս է Ռուբենի տուն և հանդիպելու է տատիկին։ Թե ինչ խոսակցություն է ծավալվելու նրանց միջև, ցույց կտա ժամանակը։ Բայց Ռաֆն այստեղ ևս կփորձի կառավարել իր ձեռքով ամեն ինչ։ Նա մտադրված է վրեժ լուծել Դավիթից ու ամբողջ Ռուբենի ընտանիքից։ Նա հանդիպելու է մի անհայտ անձի, որին հանձնարարելու է իր գործն անել։ Սոցիալական ցանցերում արդեն տարածվում են լուրեր, որ առաջիկա սերիաներում կտեսնենք հետաքրքիր զարգացումներ։ Իսկ սերիալի ավարտը շատ ավելի մոտ է, քան հեռուստադիտողները կարծում են, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։
Տեսանյութի մեկնաբանություններ դաշտում էլ անպայման գրեք, թե որ դերասանին կամ կերպարին եք ամենաշատը սիրում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Գրեք նաև, թե դուք էլ եք կարծում, որ Դավիթին բանտում թունավորում է հենց Ռաֆը, կամ ինչ տեղի կունենա: Հեռուստադիտողները մեկ խնդրանք ունեն սցենարիստից, որ Դավիթին այնպիսի հիվանդություն չվերագրի, որն անբուժելի կլինի: Բնականաբար այս ամենից հետո Դավիթն ու Մարիան հաշտվում են և նշանադրվում: Այս ամենը երևում է հրապարակված տեսանյութերից, իսկ թե ինչ զարգացումներ են լինելու հետագայում, կիմանաք շատ շուտով: Ինչպես է վարվելու Աշոտը Ռաֆի հետ և արդյոք նա ամբողջ տեսանկարահանածը տալու է ոստիկանության: Նա հայր է, ով հայտնվել է երկու քարի արանքում, մի կողմում որդին է, մյուս կողմում արդարությունը: Ինչպես կվարվի Աշոտը, ցույց կտա ժամանակը, ինչ էլ որոշի, հեռուստադիտողները նրան համարում են սիրված կերպար: Գրեք ձեր կարծիքները: Արդյոք Աշոտը Ռաֆին կհանձնի ոստիկանություն ու կփրկի Դավիթին, թե նա ևս այդ ամենը գաղտնի կպահի: